Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ փաստաբան Յայլոյանի նշած օրը ինքը ևս եղել է ոստիկանությունում, հանդիպել է փաստաբանի հետ։ Փաստաբանը ինձ որևէ բան ոստիկանության բաժնում չի հայտնել։ Այնտեղ կան իրավական առումով, իրավաբանական առումով ընթացակարգեր, որը քննարկման փուլում է, եւ ես մենակ մի բան եմ գտնում, որ եթե նմանատիպ դեպք իրականում տեղի ունեցել է, փաստաբանը լինելով իրավաբան, ավելի արագ արձագանքելու համար ձևերը երևի լավ գիտեր, ում կարելի է արագ դիմել, ինչ կարգով դիմել, որպեսզի արագ ընթացք ստանա։ Կարեն Շահբազյանը տեղեկանալով դեպքի մասին ոստիկանության Շիրակի մարզային վարչության պատասխանատուներին համապատասխան հանձնարարականներ է տվել, կապված դեպքի բացահայտման հետ։ Տեսնում եմ մի երևույթ, երբ որ առանձնապես ծանր քաղաքում կատարված առանձնապես ծանր հանցագործության դեպքը փորձում են վերածել PR-ի, չի կարելի։ Դա իմ անձնական կարծիքն է որպես դատախազի, որովհետև եթե ընդունենք 10 օր առաջ տեղի ունեցել ինչ-որ ապօրինություն, ինչ ենք սպասում 10 օր, որպեսզի դա վերածենք մամուլի ասուլիսի։ Ընթացակարգը կա, բողոքելու տեղերը կա, ձևը կա, օրենքով սահմանված է ամեն ինչ։ Դատախազ Կարեն Շահբազյանը անդրադարձավ նաև Գյումրիում հայտնաբերված զենք զինամթերքին եւ նշեց, որ հետախուզական աշխատանքները շարունակական բնույթ են կրելու այնքան, ինչքան դրա անհրաժեշտությունը կլինի։ Հետախուզման ժամանակ նաև առգրավվելու է ցանկացած զենք անկախ դրա տեսակից։ Զենքը նաև սառը զենքն է դիտվում։ Սառը զենք կրելը նույնպես դիտվում է հանցագործություն։ Այսօր ոստիկանության ու դատախազական հսկողությամբ իհարկե նպատակը մեկն է, որ հնարավորինս հասնենք նրան, որ քաղաքացիների ձեռքին զենք չմնա, թեկուզ սառը զենք, թեկուզ զենք եւ ռազմամթերք։ Սառը զենքը դա ամեն մի դանակ չի, ամեն մի կտրող գործիք, ծակող գործիք չի, որ հանդիսանում է սառը զենք։ Դա արդեն հայտնաբերվում, փորձաքննության է ենթարկվում։ Շիրակ հյուրանոցի տարածքում հայտնաբերված զինամթերքը այժմ քննության է ենթարկվում։ Դա հայտնաբերվել է քաղաքացու ահազանգի հիման վրա, առգրավել են տարբեր տեսակի զենքեր։ Կան, բացի դրանից էլի կան դեպքեր, երբ որ քաղաքացին չի ուզում, մի հայտ կա, ահազանգում է, որ ես ինչ տեղը, ասենք, կա կամ իր կողմից թողնված, կամ իր կողմից հայտնաբերված զենք։ Կատարվում է շատ ակտիվ նախաքննություն, դեպքի բոլոր հանգամանքները լրիվ օբյեկտիվ եւ բազմակողմանի հետազոտվում են, նաեւ ձեռնարկվում են ակտիվ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ոստիկանության կողմից։ Ապրիլի 23-ին Շիրակացի փողոցում հնչած կրակոցների գործով քննությունը շարունակվում է։ Բոլոր նրանք, ովքեր կապ ունեն միջադեպի հետ, պատասխանատվության են ենթարկվելու, նշեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը։ Հեղինե Մանուկյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարաշ։